էներգիայի թանկացում։ 80 դրամ թանկացում մեկ գիշերվա ընթացքում։ Վաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Ձերոնց արած սալիկներն են, հաներ զոքանչ հավաքածուն։ Պետքա գնայինք Կերամա մարածից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Այլի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալական է։ Չէ, կարևորը թանկ չի։ Կարևորը իտալական է։ Թանկ չի։ Italakan! Թանկչի! Italakan! Թանկչի! Կերամա մարածի իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ջահրին վարիր, վարիր, ինչպես աղբյուր վարարիր, դու սիրտնի բորբոքրով արիր, և թող մուտն այս անդարձ մարի, շուտ միայն սիրո թևով արիր, դու դարձիր օգիր այդ ողբոքուս և մի խոյանքնոր, իմ միակ կարոտ միակ լույս, երկնիմ մի մոռանա դու մի հեռանա։ Անուշ բարկությունը, այդ չարությունը տանցել է Հասմիկի հանդեպ։ Նա աղջկաս կյանքա տվել ազատության մեջ։ Ընտանիք, սեր, հայր։ Լերիվ համամիտ եմ Անուշ։ Ես զգում եմ, որ ինչ-որ մի բան են չի։ Ըստ դատա բժշկական փորձաքննության Միկային լավ ծեծել է։ Իսկ լավ ծեծելու համար ուժ է պետք։ Էն էլ երեխա։ Այդպես բան չէր կարող անել։ Ոնց կարա սենց բան լինի։ Չէ, հնարավոր բան չի, բա։ Ուղղակի մեջ չի տեղավորվում ուղղակի։ Սոկրատը իմ խորտ եղբայրն է։ Մենք նույն հորից ենք։ Ու մեր երակներում նույն արյունն է հոսում։ Բոլորս քո հետ ենք։ Մենք չենք թողնի, որ քեզ հետ ինչ-որ վատ բան պատահի։ Հասմիկ, ինչ ես կանգնել։ Արի ինձ օգնի։ Ամբողջ օրը ես եմ այստեղ գործանում։ Ամբողջ տան հոգսի ինձ վրա է։ Անուշ, քեզ քանի անգամ եմ ասել, որ ես սենց բաներ անելու հավես չունեմ, հա։ Ինչ պիտի ձեռքերից մազոլներ աճացնեմ։ Հասմիկ, գոնե մամային խղճա։ Տեսնում ես ամեն բան ուզում անի, որ մեզ համար լավ լինի, որ ոչ մեկից ետ չմնանք, որ չասեն առանց հայր ենք մեծանում։ Ու որն է այդ լավը։ Հողի հետ աշխատել, հաց թխել, էդ։ Ես ուզում եմ թագուհու նման ապրել։ Թագուհու նման բոլորն են ուզում ապրել, Հասմիկ։ Բայց մի բան կա։ Դու պալատում չես ծնվել, որ թագուհու նման ապրես։ Այլ գյուղում ես ծնվել ու պիտի ապրես գյուղացու նման։ Անուշ, եթե ես գյուղում եմ ծնվել, դա դեռ չի նշանակում, որ պիտի այստեղ ապրեմ։ Ես կգնամ քաղաք ու քաղաքում ամեն ինչ նորից կսկսեմ, կտեսնեք։ Գնա։ Կարող ես հենց հիմա էլ գնալ։ Ի տարբերություն քեզ ես չեմ ամաչում, որ գյուղացի եմ ու գյուղում եմ ծնվել։ Ես հպարտանում եմ, որ իմ մոր աղջիկն է։ Ինչով ես հպարտանում։ Այս սահմանափակ կյանքով, հա։ Հասմիկ,
Սահմանափակ կյանքը դա քո ներսում է։ Դու ինքդ ես սահմանափակ։ Իսկ ազատությունը դա քաղաքով կամ գյուղով չեն որոշում։ Սուս մնա, հա։ Այնքան ես գիրք կարդացել, մնացել ես դրանց ազդեցության տակ։ Ֆերիկա փիլիսոփա ես։ Աստված իմ, ինչքան սխալներ եմ ես թույլ տվել, ինչքան սխալ կյանքով եմ ապրել, բայց ուշ չի, երբեք էլ ուշ չի նոր կյանք սկսելու համար։ Տեր Գրիգոր, դուք ինձ միշտ նախատել եք ու իմ մեջ տեսել եք լավ Հասմիկին, ես կարող եմ նոր կյանք սկսել, կարող եմ։ Մանուկ կներես, բայց պետք է ասեմ, որ թողս գնես, թող իմ դարդի հետ ինձ մենիք։ Ու քեզ թվում է, որ քեզ իմանալով, ճանաչելով, լի թողեմ գնա։ Չէ, Սան, ոչ մի տեղ չեմ գնա։ Ասում եմ թող գնա ստեղից, Մանուկ։ Դու իմ տղուի շատակն ես տրորում, դրանց արդարացնելով, այդ լակոտը պետք է ցմա դատվի։ Ես դրան պետք է տեսնեմ բերդում փտելուց։ Դե հասկացանք, հա, էլի թող փտի։ Բայց ես քեզ թույլ չեմ տա, որ դու սխալ գործես ու սաղ կյանքը մեղքդ վզիտ ապրես։ Մեզ ինչ տղա եմ գործել, Մանուկ։ Թող սխալվեր, թող դատեին։ Թող ծակվեր տանեին հիվանդանոցում փագեին, մենակ թողեի փող կլինեի, կարող եմ օգնել։ Չթողեցի։ Ես կյանք չէի տվել, որ ուրիշները վերցնեին, Մանուկ։ Վերկաց, գնանք գերեզան։ Ճանապարհին էլ կխոսանք, վերկաց։ Գնանք, բայց աղբերս խնդրում եմ, չհամոզես, չարդարացնես։ Ու տղա կորցրած հորը չհակաճառես։ Դու մենակ կողքս եղի, ես ինչ պետք է կանեմ։ Մենք երկուսով ամեն ինչ կանենք։ Ախր սենց ոնց կլինի, Ռուզան, արի բժշկի գնանք։ Չէ, Վարդուշ, ինչ բժիշկ։ Բա որ մի բան լինի, ախր ես հղիություն այն էլ ես դժվար պայմաններում։ Կամաց, Վարդուշ, հիմա կարող ես աղաշխարն իմանա, որ հղի եմ։ Ռուզան, Մկոին պիտի ասես, որ երեխա եք ունենալու, ինքը իրավունք ունի իմանալու։ Վարդուշ, Մկոն հազիվ իրան է յոլատանում ես նեղ պայմաններում։ Չէ, Մկոին չեմ ասի։ Ես ստեղ կունենամ երեխուն կմեծացնեմ, բոլորի նման։ Հա էլի երեխուն Մկոին մի տուր, բայց ասա, թե չէ հետո ծանրանալու է վրեդ։ Չէ, մի համոզի, Վարդուշ, մեկը չեմ անելու։ Այ, Վարդուշ, ես ինձ լավ չեմ զգում, Վարդուշ։ Ռուզան, գլուխս պտտվում է։ Նստի մի հատ։ Ռուզան, ուշքի արի, օգտեցեք, Ռուզան ուշա գնաց ա եղել, Ռուզան ուշքի արի, օգտեցեք, բժիշկ կանչեք, Ռուզան ուշքի արի, Ռուզան։ Սկենիկը հանգիստ չում, նա որ պատասխան եմ, կասի ուրա, հարցս լուսին են ուրա, դրա համար մամ ջան, Հավել լավը չպատասխան, կներես։ Փորձում եմ քեզ հասկանալ, Արփի, բայց միևնույն է, դու չպետք է նման արագ որոշում կայացնեիր։ Ռուբենն ես ամեն ինչին կարող էր դիմանալ, իսկ դու… Գիտեմ, Անուշ, ես շատ լավ հասկանում եմ ամեն ինչ,
Ուղղակի ես ինձ երբեք չէի ների։ Ես չէի կարող հանգիստ խղճով ապրել իմանալով, որ Ռուբենն է պատասխան տալիս իմ արածի համար, որ տանջվում է։ Հասկանում ես չէ ինձ։ Հասկանում ես չէ, որ ես ճիշտ եմ արել։ Արփի։ Ես իմ բանտարկության տարիներին շատ եմ տառապել։ Ու ես չեմ ուզում, որ այդ ամեն ինչի միջով դու էլ անցնես։ Ես չեմ ուզում, որ դու նույն կարգավիճակում լինես։ Ու ես դա թույլ չեմ տա։ Ես, հայրդ, Ռուբենը, բոլորս հիմա պայքարում ենք, որ դու ստեղից շատ շուտ դուրս գաս։ Ամեն ինչ անում ենք, ամեն հնարավորն ու անհնարինը։ Ռուբենի ընտանիքն էլ է ամեն ինչով օգնում։ Անուշ, գիտեմ, ես շնորհակալ եմ Ռուբենին։ Շնորհակալ եմ այն ամենի համար, որ արել է ինձ համար։ Ես չգիտեմ ոնց նկարագրեմ նրա բարությունը։ Հասկանում ես, նա պատրաստ էր խորտակել իր կյանքը հանուն ինձ։ Գիտեմ։ Ռուբենը շատ մեծ հոգի է, ու իր արարքներով դա ապացուցեց։ Անուշ, Ռուբենը քեզ շատ է սիրում։ Շատ։ Ես գիտեմ, որ այդ ամենը միայն ինձ համար չի արել, այլ նաև քո համար։ Ռուբենը քեզ միշտ սիրել է։ Միշտ, Անուշ։ Բավաց եք ես գնալու։ Գնված ես կգնաս։ Ամեն գնում ես ինչ անես, մնա մեր տան։ Եկա՞ս Տիգրան։ Ես որ Լինան ինչ ենք սարքել։ Լինա, դու երեխա չես, ես երեխուն սենց ալյուրոտ ոնց եմ տանելու։ Բայց ինքը ալյուրոտ չի, մենք օգնած ենք հայքել, չէ։ Դու էլ արի մեր այդ խաղը։ Լինա, արագացրած, երեխուն մաքրում ես ալյուրից, պիտի տանեմ, մաման մեզ է սպասում։ Ոնց մաման։ Բարայան ասում էր պապան։ Աստորեն մաման, հա Տիգրան։ Լինա, քո համար տարբերություն կա մաման թե պապան։ Առանց ավելոտ հարցերի երեխուն հագցնում ես պիտի տանը։ Հա Տիգրան, իմ համար տարբերություն կա։ Բա Լուսինեն։ Լինա, առանց անիմաստ խոսակցությունների խնդրում եմ երեխուն հագցնես։ Բոլորդ հանելուկներով եք խոսում, բան չեմ հասկանում։ Խեղճ Լուսինը։ Խեղճ Լուսոնա, հա։ Խեղճում ենք ինձ։ Ձեր Եվայի ցեղը ոնց կարա խեղճ լինի։ Այ երբ Լուսինեի ձենը կլսես, այն ժամանակ ես քեզ կասեմ խեղճում։ Ոչ մեկից էլ բան չեմ հասկանում, ամեն մեկը մի բան է ասում։ Ինչ ուզում եք արեք է։ Արինգա ջանալի գնանք լվացվենք, սիրուն, որ գնաս տուն։ Մամա այդ մոտ ես գնում, պապա այդ մոտ ես գնում։ Բայց ես չեմ ուզում գնամ, ուզում եմ մնամ ստեղ։ Ուզում ես մնաս։ Լավ, ուրեմն կմնաս։ Չուզում եք արեք է։ Սիրուն աղջիկ։ Դու կմնաս մեր տանը ու կլինես մեր երրորդ քույրիկը։ Վերջ որոշված է։ Հա? Վերջ որոշված է։ Ճիշտ ես։ Ես ու Ռուբենը երբեք չեք դադարել իրար սիրել։ Դա հանձն աչքով էլ երևում է, Անուշ։ Դուք աշխարհի ամենահամապատասխան զույգն եք, որ ես երբևէ տեսել եմ իմ կյանքում։ Չնայած այն ամեն ինչի միջով, որ անցել եք միասին, ձեր սերը չի պակասել, այլ ավելի ամուր է դարձել ու ուժեղ։ Ես երանությամբ եմ նայում ձեզ ու շատ կցանկանայի, որ իմ կյանքում էլ ձեզ իրոպես սեր ունենայի։ Բայց բացառվում է։ Ես չգիտեմ, թե այստեղ քանի տարի կմնամ։ Միգուցե ծմա։ Ինչեր ես խոսում, Արփի։ Ինչեր են մտքովդ անցնում։ Դու այստեղից դուրս կգաս ու շատ շուտ։ Ու ամեն ինչ առաջվա պես կլինի, նույնիսկ ավելի լավ։ Ես քեզ խոստանում եմ։ Խոսք եմ տալիս։ Աղջիկս։ Աղջիկս։
Հասմիկ ջան շուտ արա, կոն դեպեր։ Այ ապրես։ Հոգնել ես Հասմիկ ջան, թե հոգնել ես երեխեքին ասեմ կան։ Չէ, նորմալ եմ, ինչ ես։ Ինչ եք արի, որ հոգնել եք, ելաջի ամենու ժամանակ չի։ Չի կրագը նստում է։ Ինչ հա։ Հասմիկ որտեղ ես։ Մաման քեզ է կանչում։ Աշխենն ստանն է, ինչ կա։ Հասմիկ գոնե գնդերը բեր ես կգրտնակեմ։ Բայց հակառակը պիտի լիներ։ Դու ես մեր տան մեծը ու դու պիտի անեիր։ Իսկ ես քանի անգամ ասեմ, որ ես չեմ սիրում այդ հաց թխելու process-ը, հա։ Մաման է գրակի մեջ։ Մի արա դու գիտես։ Կուզեմ կանեմ, կուզեմ չեմ անի։ Դու ինձ պիտի ասես ես ինչ անեմ, հա։ Ես զզվում եմ այս գյուղի աշխատանքներից։ Այդքան ձեզ ասում եմ, հավաքվեք, գնանք քաղաք, ամեն ինչ նորից սկսենք, նոր կյանք սկսենք, դասավորվենք, տուն կվարձենք։ Չէ։ Գիտես քաղաքում հեշտ է ապրելը։ Քանի հոգի գնաց ու նորից ետ եկավ։ Մենք երեքով ինչ պիտի անենք առանց տղամարդ։ Կսովորենք, կաշխատենք։ Ոչ մաման կրակի վրա հաց կթխի, ոչ էլ դու կտանջվես։ Իմ վրա էլ մուննատ չեք գա։ Դու քո մտածելակերպով երբեք երջանիկ չես լինի, Հասմիկ։ Ինձ համար ավելի լավ է գյուղում առաջինը լինել, քան քաղաքում վերջինը։ Դե ուրեմն մնա քո գյուղում ու եղիր այստեղ առաջինից, ես կգնամ քաղաք ու ինքս կորոշեմ ինչքան երջանիկ լինեմ։ Արի գոնե հացերը կդասավորես։ Լավ կգամ։ Անուշ, բայց խնդրում եմ քեզ, արի մամային համոզենք գնանք։ Սա ապրելու տեղ չի, խնդրում եմ։ Չէ, ես ես կհամոզեմ։ Նա ֆիքսում է կյանքիդ կարևոր պահերը և դարձնում հասանելի քո ընկերներին։ Նա ուղղորդում է քեզ քո փնտրած վայրը և քո կապն է մտերիմներիդ հետ։ iOcean X8 քո սմարթֆոնը Rich Electronics-ում։ Գուցե երիտասարդ են եղել տղես։ Իրենք էլ են սխալվել ու չեն մտածել իրենց արարքների հետևանքների մասին, որ մենք ենք պատասխան տալու այդ ամեն ինչի համար։ Մարդու որոշումները շատ կարևոր են։ Երբեմն մեր թույլ տված սխալի արդյունքում կարող են անդառնալի հետևանքներ լինել։ Տխրություն, ցավ, մահ։ Ճիշտ ես բերես։ Ժամանակն է պետք արժևորել։ Մենք պիտի գնահատենք մեզ տված հնարավորությունները։ Դու դեռ ժամանակ ունես սխալ քայլեր չանելու, սխալներ թույլ չտալու ու սխալները ուղղելու։ Ինչի մասին ես խոսում։ Քո ու Էլենի ամուսնության։ Դե ասում եմ աղջիկս, որովհետև իմ հարազատ քրոջ աղջիկն ես, չէ։ Համարյա իմ աղջիկն ես։ Ինչ տարբերություն։ Ախր ոնց հաշվի չէ, արա որ քաղաքը չեմ ճանաչում։ Ոչինչ, կարևոր է եկել տուն ես ասել, բայց մենակ հանկարծ հաջորդ անգամ չգնաս։ Մինչև քաղաքին լավ չծանոթանաս ու անձնագրիթ հարցերն չլուծենք։ Ոնց ասես, սիրուն արբի։ Քանի դեռ դու մեր տանն ես, իմացի, որ մենակ չես։
Այն սիրուն է։ Հավանում ես։ Հա, շատ։ Ոնց որ արվեստի գործ լինի։ Դու ես սարքել։ Չէ, ես չեմ սարքել։ Խանութում տեսա ու դուրս շատ եկավ։ Ինձ մի թևնոց հիշացրեց, որ տարիներ առաջ ուղարկել է ինձ համար շատ թանկ մեկին։ Գյուղից էիր ուղարկել։ Հա, գյուղից էի ուղարկել։ Աշխարհի ամենասիրուն աղջկան։ 10 տարին էր լրացել։ Իսկ ով է այդ աշխարհի ամենասիրուն աղջիկը։ Հրեշտակը, որ Աստված է ինձ ուղարկել։ Բա հիմա ուր է այդ երեխան։ Սրտիս մեջ, հոգուս մեջ է։ Ճիշտ ես Անուշ, ոչ մի տարբերություն։ Ես շատ ուրախ եմ, որ դու ինձ այդպես ես ասում, աղջիկս։ Դու միշտ իմ դժվար պահերին կողքիս ես եղել Անուշ, ու մոր նման ես վերաբերվել ինձ։ Կարելի ասել համարյա իմ մայրն ես եղել։ Անուշ, իսկ մաման ինչ է ասում։ Տեղյակա, որ ես ես քայլին եմ գնացել։ Նա ամեն ինչ անում էր, որ ես չհանձնվեմ, բայց ես հանձնվեցի։ Մաման չգիտի, որ դու ստեղ ես արվի։ Ինչ։ Անուշ, ճիշտ ես ասում։ Հա, մաման այստեղ չի գնացել է։ Վերադարձել է գյուղ մեր հայրական տուն, որտեղ մեծացել ենք մենք։ Անուշ, ոնց գնացել է։ Մաման թողել է մեզ ես վիճակում ու գնացել է։ Բայց ինչի համար։ Չգիտեմ։ Երևի հասկացել է իր սխալներն ու հիմա ամաչում է դրանց համար։ Դրա համար էլ գնացել է։ Անուշ, մամաս մեր օգնության կարիքն ունի։ Խեղճ մամաս։ Մամ, Հելենի հետ կապված ինչ էիր ուզում ասել։ Այն որ դու չես սիրում Հելենին, ու երբեք էլ չես սիրել։ Իսկ Անուշին երբեք չես դադարել սիրել։ Ռուբենը դա արեց նաև քեզ փրկելու համար, Անուշ։ Ռուբենը իրան զոհաբերեց հանուն քեզ, որովհետև նա չուզեց, որ դու այդ ամեն ինչի միջով նորից անցնես։ Որովհետև տղան սիրում է քեզ, Անուշ։ Հա, Անուշ, իմ տղան քեզ սիրում է։ Սիրում է այնպես, ինչպես երբեք ոչ մեկի չի սիրել։ Ու հանուն այդ սիրո ես լռեցի։ Լռեցի ու փորձեցի համակերպել այն մտքի հետ, որ տղաս պիտի տարիներ շարունակ իր կյանքը անցկացնի բանտում։ Բայց ինչի համար եմ չեմ հասկանում։ Որովհետև ես էլ էի ինձ մեղավոր զգում։ Որովհետև մեղքի զգացումը տանջում էր նաև ինձ, Անուշ։ Իմ տղան էլ պիտի անցներ այդ դժոխային ճանապարհով, ինչպես դու անցար տարիներ շարունակ։ Որպեսզի վերջապես իմ ընտանիքը մաքրվեր այդ մեղքից, որը կատարվել էր իմ եսասիրության պատճառով։ Այդ իմ ամենամեծ սխալն էր։ Ես չպետք է Հելենի հետ ամուսնանայի։ Իսկ ինչի ամուսնացար։ Դե, որովհետև ուրիշ տարբերակ չունեի, մամ։ Այդ դժվար պահերին Հելենը ամեն րոպե կողքիս էր։ Ու հետո դա շնորհակալ լինելու միակ տարբերակն էր։ Մի բան էլ կա, որ այդպես կարող էի վստահ լինել, որ Արփի հետևից ոչ ոք չի ընկնի ու չի փորձի այդ ճշմարտությունը պարզել։ Մի րոպե, լավ չհասկացա, ուզում ես ասել, որ Հելենը գիտեր ամբողջ ճշմարտությունը։ Չէ, մամ, ուղղակի Հելենը երբեք էլ չի հավատացել, որ Միկային ես եմ սպանել։ Ինքը համոզված էր, որ Արփին է դա արել, իսկ ես ուզում եմ Արփին փրկեմ։ Ու բազմիցս խնդրել է, որ ինձ մեղավոր չճանաչեմ։ Ու նաև ինքը հասկանում էր, որ դա ինչ-որ ձևով էլ շանտաժ է։
Բայց ես դա արել եմ հանուն Արփիի ու Անուշի։ Որովհետև ես չէի ուզում, որ նրանք տանջվեն։ Հավատա Արփիի հետ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալ եմ քեզ, Ռուբեն։ Շնորհակալ եմ։ Դու ամեն ինչ արեցիր, որ փրկես Արփիիս կյանքը։ Անուշ, ես անգամ կյանքս կտայի, մենակ հիմա չտեսնեի քո այս տխրությունը աչքերիդ մեջ։ Իհարկե ես փորձեցի, բայց չստացվեց ինձ մոտ։ Սխալվում ես, Ռուբեն։ Քո արածն իզուր չի անցել։ Ու հիմա քեզ տեսնելուց նորից սիրտես առաջվա պես արագ է սկսում աշխատել։ Դու ինձ համար նորից դարձար նախկին Ռուբենը։ Ով ինձ կյանք վերադարձրեց, ով կյանքս երազներով լցրեց, ով սովորեցրեց ապրելու, ցույց տվեց, թե ինչ է իրական սերը։ Անուշ։ Ընտրում եմ Ռուբեն, թող խոսեմ։ Հիմա որ չխոսեմ, էլ չեմ ասի։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ դու եղել ես իմ կյանքում։ Ու ես հուսամ, որ մի օր դու կգտնես քո երջանկությունը։ Այն երջանկությունը, որ ես չկարողացա քեզ տալ։ Ինչ ես անելու։ Չգիտեմ, ամեն ինչ 180 աստիճանով շրջվել է։ Դու իմ ազատության մեջ ես։ Բայց Էլենը քո կինն է։ Ու հաստատ սպասում է քո քայլերին։ Նա մեծ հույսեր է փայփայում քո ու ձեր ամուսնության հետ կապված բանից։ Աման, բայց ես չեմ կարող խաբել նրան, չեմ կարող նրան սեր տալ, չգիտեմ դա անարդարացի աման, ու ես կամուսնալուց եմ։ Ճիշտ որոշում ես կայացրել տղաս, հասկանում եմ, իսկ Անուշը, նրա հետ կապված ինչ ես որոշել։ Լսեի լալո շանտեր, ինչ ես ընգել հետևիցս պոկ չես գալիս։ Էդ ուզում ես քո հետ քո խոզանոցը գամ։ Ռադդ քաշից տեղից քանի շիշը գլխիդ չեմ ջարդել։ Այ հողերս գլխիդ, մոտդ փող կա։ Ոնց եմ կարոտել քեզ մկո։ Երանի իմանայիր, որ երեխա ենք ունենալու, բայց դու չես իմանա, ես չեմ ասի քեզ, ես հոգսի տակ չեմ գցի քեզ, ես մենակ կունենամ երեխային էստեղ ու կմեծացնեմ ինքս։ Ախր այ Ռուզան ջան, ասում էի չէ, որ շուտ բժշկի դիմես։ Գիտես, երբ արթնացա, կողքս ոչ մեկ չկար, ինչ են ասել։ Դե ասում եմ, որ պետքա սիստեմաներ ընդունես, մինչև այս վտանգավոր ժամանակը անցնի։ Պիտի պարկած մնամ։ Չէ, անկողնային ռեժիմ չի, ուղղակի մի քանի սիստեմա պետքա ընդունես։ Հղիությունը հիվանդություն չի, բայց դե նման բաների մեջով են անցնում։ Գիտես Վարդուշ, ես երջանիկ եմ։ Կյանքս լրիվ փոխվել է, լրիվ ուրիշ աչքերով եմ նայում աշխարհին։ Մայրության զգացողություն ինձ ստիպեց հասկանալու, որ
կյանքը միայն չարությամբ չի։ Պիտի կյանքում բարի լինես։ Պիտի կարողանաս սիրել, նվիրվել, արարել ու ստեղծել։ Ես հիմա ամենաերջանիկ մարդն եմ աշխարհում, գիտես Վարդուշ։ Դու ոչ ես գժվել, Ռուզան։ Լրիվ ուրիշ Ռուզանա դեմս։ Սերը ամենասառը ու քար սիրտ մարդուն կյանքի է դարձնում, Վարդուշ։ Մանավանդ նոր կյանք արարելու սերը։ Ես երջանիկ եմ, Վարդուշ, շատ երջանիկ ու գիտեմ հիմա ում համար եմ ապրում, որովհետև ես հիմա մենակ չեմ։ Ալո։ Ալո։ Լինա ջան, բարև աղջիկս։ Բարև ձեզ։ Ով է։ Սվետլանա տյոջանա, Լինա ջան։ Ռուսերենի ուսուցչուհին, բանաստեղծուհին, շատ մոտ ապագայում բեմի ասմունքի գոհար։ Չհասկացա։ Ով է։ Վայ աղջիկ ջան, դե Սվետլանա տյոջանա, էլի Տիգրանի մայրը, Լուսինեի սկեսուրը։ Հա, Տիկին Սվետա, բարև ձեզ։ Շատ հաճելի է ձեզ լսել։ Ինչ ա եղել Տիկին Սվետա։ Լինա ջան, Լուսինեի բլոգնոտում քո հեռախոսի համարը գտա։ Ասեցի զանգ տամ, կարող է դու գիտես հարսս որտեղ է։ Շատ անհանգիստ եմ։ Զանգ եմ տալիս, Լուսինեի հեռախոսը անջատած է։ Էն անխիղճ տղես է զանգերիս ընդհանրապես չի պատասխանում։ Լինա ջան, հոլորվել մնացել եմ։ Ինչ կլինի, գոնե դու մի բան իմացի, արի մեր դու գոնե դու ինձ մխիթարես։ Թե չէ անտեր եմ մնացել ես տան մեջ։ Էս մեգապոլիս քաղաքում։ Տիկին Սվետա, հանգստացեք։ Մենք Երևանում ենք, ինչ մեգապոլիս քաղաք։ Ես հեսա մի բան կանեմ, կճշտեմ, ձեզ կզանգեմ։ Վայ ապրես աղջիկ ջան, ապրես Լինա ջան։ Սվետա տյոջան երբեք չի մոռանա քո արածը։ Լավ Տիկին Սվետա։ Դե սպասում եմ, հա Լինա ջան։ Չեմ հասկանում, թե ես ինչ է կատարում։ Տիգրան այնտեղ է հանելուկներով խոսում։ Լուսինեն էլ ստեղ անհասանելի։ Տիգրանը ուրիշ երեխուն մեր տուն է բերում, չես հասկանում, մամա է ասում, պապա է ասում։ Չեն անում։ Գնամ հետևից տեսնեմ կարող է։ Մակո, ինչ լավ է եկել ես այդ տղա։ Ես իմ համար ես բերել։ Ռուզան, վերջը չասեցիր Մկոյին, որ երեխա եք ունենալու։ Չէ, Վարդուշ, չեմ ասել։ Իսկ ես կասեմ, որ հոր սիրտը լավ էլ զգացել է։ Տեսար, հենց պատացար բազելով պերեդաչին բերեց։ Ապի մի հատ հանգստացի ու ինձ լսի։ Այդ դեպքում ով արել Էրիկ։ Ով է սպանել Միկային։ Արմենը, Միկայի ընկերը։ Կան ապացույցներ, որ Արփին չի սպանել Միկային։ Անոր։ Կարծես գիտենք, թե ով է իրական մարդասպանը։ Դու ես դա արել այդ ականք։